Արձանագրում ենք այս տարվա մայիսի 26-ին, որ գործարք որպես այդպիսի տեղի չի ունեցել, պետք է կառավարության որոշմամբ հեծի 100% բաժետ տոմսերը ճանաչվեն որպես հանրության գերակա շահ։ Մարմնատական բարեփոխում անելու համար ցանկացած մարմնում, ցանկացած համակարգում, առավել եւս ռազմավարական այդպիսի ընկերությունում, որը իր աշխատակիցների թվով ամենամեծ ընկերությունն է մեր երկրում, շուրջ 7000 աշխատակից ունի հեծը, անհնար է առանց կադրային փոխատեղումների դատական վեճերից այս պահին վերջնական ուժի մեջ մտած որևէ վերականգնման որևէ վճիռ գոյություն չունի։ Պատրաստ է ցանկացած զարգացման, օպերատիվ կառավարման, ճգնաժամային կառավարման, այս պահին ներդրումային ծրագիրը, որը շուրջ 50 միլիարդ դրամի է հասնում բյուջեն, մոտ 30%-ով արդեն իրականացված է։ Մեր արդեն ունեցած ենթակառուցվածքները կդիմանան այդ ծանրաբեռնվածությանը, թե հավելյալ պիտի Երևանը ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար մեկ հեծին ինչ-որ ձև կոպիտ ասած նեղություն տրվի ու նոր ենթակառուցվածքներ լինեն այդ շենքերի բնակիչների համար էլեկտրամատակարարումը իրականացնել։ Թե մայրաքաղաքում, թե մարզկենտրոնների եւ խոշոր քաղաքների ճնշող մեծամասնության դեպքում ունենք քաղաքաշինության ահռելի ծավալների աճ, բնականաշինության կապիտալ շինարարության այդ թվում եւ բնականաբար ենթակառուցվածքները պետք է հասցնեն դրանց հետևից։ Ես հեծի միասով ասեմ, տեսեք, հեծը բաշխման ցանցում ունի 322 բարձր լարման ենթակայաններ եւ 10244 ցածր լարման եւ միջին։ Եվ վերոնշյալ երկու ուրեմն կարևորագույն հանգուցային ենթակառուցվածքների միայն ընդհանրական վերցրած 5%-ն է, որ 10-15 տարվա մեջ որևէ վերակառուցում կամ հիմնանորոգում է անցել։ Մնացած ենթակառուցվածքները ցավ են արձանագրում 80-ական թվականներին լավագույն դեպքում։ Եվ ահա 80-ական թվականների մեր ուրբանիզացիայի տեմպերը համեմատելով այսօրվա տեմպերին եւ քաղաքաշինության այս ահռելի ծավալներին դժվար է պատկերացնել, թե ինչպես է հեծը որպես էներգետիկ մենաշնորհային դիրք ունեցող ենթակառուցվածք, ռազմավարական ենթակառուցվածք հասցնում տնտեսության այս աճին։ Դա միայն կառուցապատումն է դուք մատանշում։ Այստեղ կա նաեւ տեխնոլոգիական նոր լուծումներ, այստեղ արդեն առաջ է գալիս գերհզոր չիպերի գործարաններ ու արհեստական բանականության այդ խոշոր նախագծեր, որոնցից երկուսը վերջին ամիսներին արդեն մեկնարկեցին ից աշխատանքը, Firebird-ը եւ Elevate-ը, Կոտայքի մարզում երկուսն էլ։ Եվ այդ ամեն ինչը բնականաբար պետք է պատշաճ սպասարկել, համապատասխան հզորություններով ապահովել, կայուն էլեկտրամատակարարման ապահովել, այլապես եթե կայուն էներգետիկ համակարգ չունեցանք, տնտեսության ոչ միայն զարգացման, այլ առհասարակ կայուն կառավարման մասին չենք կարող խոսել։ Այս փուլում մենք նախատեսում ենք արդեն ժամանակավոր կառավարման ընթացքում ենք այդ որոշումը կայացրել եւ ներդրումային ծրագրով արդեն բյուջետավորված է, նախատեսում ենք մասնապես մայրաքաղաքի ագլոմերացիոն, այսպես ասած Արվարձաններում 3 բարձր լարման խոշոր ենթակայաններ կառուցել 0-ից մեկ ուղղությունը դա Ջրվեժի Ավան, Ջրվեժ ուղղությունն է եւ Կոտայքի մարզի այդ հարակից Ձորաղբյուր, Առինջ բնակավայրերը, որտեղ որ հզորությունների մեծ պակասություն եւ բեռի ավելացման դեպքում խաչախքի վթարներ ենք ունենում, որտեղ օբյեկտիվորեն կառուցապատման բավականին լայն տեմպ կա այդ ուղղությամբ, ամառանոցներ, առանձնատներ, մի ամբողջ նաեւ բազմաբնակարան շենքերի թաղամասեր են կառուցվում։ Հաջորդը Արգավանդ Մասիս հատվածում, դա նաեւ պայմանավորված է նաեւ Մասիսի ուղղության ուրբանիզացիայով, ինչպես նաեւ ջերմատների հսկայածավալ աշխատանքով, որտեղ խովացման համակարգեր են աշխատում, ձմեռը տաքացման համակարգեր եւ դարձյալ էներգոհամակարգում մեծ բեռ է իրենց ենթադրում։ Երրորդը Երևանի սրտում հենց Մոնթե Մելքոնյան Մայրուղու երկու կողմերում դարձյալ մասշտաբային կառուցապատման գոտի եւ այս պահին արդեն ազատ հզորություն այնտեղ չունենք։ Այսինքն շինություն ստանալու պարագայում հեծը չի կարող այնտեղ պատշաճ կայուն էլեկտրամատակարարում ապահովել եւ ահա բարձր լարման մեկ ենթական նախատեսում ենք այդտեղ կառուցել եւ եւս մեկ ենթականի վերակառուցում ունենք 0-ից կարելի ասել դարձյալ կառուցում կարող ենք դա այսպես ասած բնութագրել դա Վարդաշենի ենթակայանի վթարված ենթականի տեղում նոր տեխնոլոգիանով եվրոպական
էլեկտրատեխնիկական սարքավորումով հագեցած նախագծը իրականացվում է, որ այս պայն մեզ համար առաջնահերթություն է, միջև տարեվերջ պետք է արդեն ամեն ինչ անենք, որ դրանք լարման տակ։ Այս պայն արդեն նախագծային աշխատանքներն ավարտվում են, գնահարցումները, շուկայի ուսումնասիրությունն ավարտված է, ամփոփում ենք եւ շուտով արդեն կապալառու ընկերությունների մրցույթային ձևով ընտրություն կատարենք եւ պայմանագրեր կկնքենք։ Այսինքն Երևանում էներգետիկ ոլորտում ցանցի նորացման արդիականացման, բացի այն, որ մի քանի տասնյակ կիլոմետր մալուխային գծերի վերակառուցում է նախատեսված եւ աշխատանքները մեկնարկած են, բացի այն, որ ողջ հանրապետությունում եւ այդ թվում նաեւ դարձյալ մայրաքաղաքում շուրջ 500 կիլոմետր օդային գծերի վերակառուցում է այս տարվա ներդրումային ծրագրով նախատեսված եւ աշխատանքների 30% արդեն մեկնարկած է, նաեւ 4 բարձր լարման գեր ժամանակակից էլեկտրատեխնիկական սարքավորումով հագեցած ենթականներ ենք նախատեսում կառուցել, որոնք սպառման բեռը էականորեն, այսպես ասած, կբալանսավորեն հզորությունների, այդ թվում նաև լարման տատանումների առումով լավագույն լուծումները կունենանք։ Վերջերս մենք ձեր հայտարարությունից իմացանք, որ հեցի պարտավորություններից ու պարտքից արդեն $50 միլիոն մարվել է եւ դա ահռելի ծավալ է։ Արդյոք սա շարունակական բնույթ կկրի եւ ինչ որ ժամկետ կա նախանշված, որ ընդհանուր պարտքը ինչ որ ժամկետում կմարվի, ինչ տեմպեր է գրանցում պարտքը մարելու առումով։ Դա վերջերս չէր, արդեն գրեթե 5-6 ամիս անցել է, բայց արդեն հարցադրման պահին, այս պահին եւս $10 միլիոն մարել ենք, արդեն կարող եմ հայտարարել, որ $60 միլիոն է մարված։ Դրա մոտ 50%-ը վաղաժամկետ կարգով ենք մարել, մնացածը պլանային կարգով։ Ժամկետ չեմ կարող նշել, երբ կարող ենք մարել, բայց որ հեծը ինքնին արդյունավետ կառավարման եւ մասնավորապես մատակարարումների գնների գործընթացը մրցակցային, այսպես ասած, պայմաններով իրականացնելու պարագայում ահռելի խնայողություն են ունենում եւ դրանք կարող են ուղղել պարտքերի մարմանը, ինչպես նաեւ հավանաբար տեղյակ եք, ընկերության բաժնետոմսերի 100% այս պայն գրավադրված է միջազգային բանկերում, նաեւ գրավադրումից հանելու, այսպես ասած, նպատակով կարող եմ ասել, որ եթե ոչ 1-2 տարվա, առնվազն գոնե 3-4 տարվա մեջ հնարավոր դա անել, թեպետ այդ վարկային միջոցները ներգրաված են 8-10-15 տարվա ընդհանուր ժամկետայնությամբ, շատ դեպքերում բնականաբար տնտեսվարման իմաստով խելամիտ չենք համարում, որ վարկերը վաղաժամ մարել, եթե վարկերը կայուն սպասարկվում են, որևէ ռիսկեր չկան, ապա ավելի նպատակահարմար է ազատ ֆինանսական միջոցներն ուղղել ցանցի արդիականացման, ավելի հրատապ հարցերի լուծման, այսինքն վարկերի մարում այս պայն հրատապ չէ։ Մենք մարում ենք վաղաժամային վարկերը, որոնք որ շուկայական միջին փոխարժեքից շատ ավելի բարձր տոկոսադրույքներով են ներգրավել, այդ թվում նաև առերևույթ ինչ-ինչ այլ շահեր սպասարկելով, հարակից շահեր, որոնք հեծի օրինական շահերին շատ դեպքերում նաև հակադրվում են։ Իսկ մի ճշտող հարց է, $450 միլիոն մեջ նաև մտնում է բաժնետոմսերի գրավադրումը, թե դա առանձին։ Այո, ընդհանուր ֆինանսական պարտավորությունները վարույթը հարուցելու պահին անցյալ տարվա հուլիսի 18-ի դրությամբ շուրջ $400 միլիոն համարժեք տարբեր արտարժույթով վարկերին, այդ թվում նաև ճապոնական իենով, ամերիկյան դոլարով, եվրոյով եւ դրամով, դրա մեջ է մտնում նաև պարտատոմսերը թողարկված, ընդհանուր $400 միլիոն համարժեք, բայց այս պայդրությամբ արդեն կարող եք արձանագրել, որ $60 միլիոնը մարված է եւ շուրջ 340 միլիոնի պարտավորություն հեծը։ Եթե հակիրճ ներկայացնենք հեծը մասնավորից ինչու անցավ պետական կառավարման եւ արդեն ինչքան ժամանակ է պահանջվելու, որ վերջնականապես 100%-ով լինի պետական վերահսկողության ներքո գտնվող կառույց, թեթև անցնենք այդ պատմությունը։ Այդ մասին բազմաթիվ անգամ խոսել ենք, բայց բնականաբար օգտվելը պատե արդից եւս մեկ անգամ, այսպես ժամանակագրությունը հակիրճ ներկայացնեմ։ Դեռևս 24 թվականի սեպտեմբեր ամսին Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը նախաձեռնեց խորհրդանական լսումներ էներգետիկ համակարգում, մասնավորապես հեծի ենթակառուցվածքներում առկա խնդիրների մասով, որտեղ ներգրավվեցին նաև ոլորտը կարգավորող
ինքնավար մարմնի հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներ, ՀԵՑ-ի այդ ժամանակվա ղեկավարություն, կառավարության լիազոր մարմինը իդեմս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ լայն լսումներին, քննարկումներին հաջորդեց այն, որ այդ օրերին երկրորդ շրջանում վերընտրված եւ ամիսներ պաշտոնավարած հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ հրաժարական ներկայացրեց, ինչպես նաեւ պաշտոնից ազատվեց գործադիրից տկենում էներգետիկայի ոլորտը համակարգող նախարարի տեղակալը։ Այսինքն դա արդեն ինքնին խոսում էր ոլորտում համակարգային խնդիրների եւ նախաճգնաժամային իրավիճակի մասին, որից հետո ՀԵՑ-ի տնօրենի խորհրդի կազմում էական նշանակալի փոփոխություն տեղի ունեցավ եւ սեփականատերի մերձավոր ազգական Նարեկ Կարապետյանը ազգային ժողովի այսօրվա падգամավոր տնօրեն խորհրդի նախագահի տեղակալից դարձավ բաժնետերի ընդհանուր ժողովի որոշմամբ տնօրեն խորհրդի նախագահ։ Պաշտոնից հեռացվեց տնօրեն խորհրդի երկարամյա նախագահը։ Եվ ահա այդ փոփոխության արդեն դա 24 թվականի տարեվերջն էր։ 25 թվականի հունվարի բառացիորեն 3-ից սկսած, առաջին աշխատանքների օրվանից սկսած, էական փոփոխությունը տեղի ունեցան բարձր ղեկավարության կազմում։ Մասնաճյուղերի տնօրեններ ռոտացվեցին, մի մաս հեռացվեցին աշխատանքից, այդ թվում նաև տնօրեն արդեն նոր խորհրդի նոր նախագահի մերձավոր շրջանակներից, թիմից ազդեցիկ պաշտոնների նշանակվեցին 1.5-2 տասնյակ տարբեր գործիչներ, ովքեր մինչ այդ իրենց էներգետիկ ոլորտի այլ ընկերություններում բարձր պաշտոններ են զբաղեցրել, բայց հեծում չեն աշխատել։ Եվ այդ կադրային էական փոխատեղումները, այդ ռազմավարական որոշումները, ազատումներն ու վերանշանակումները խոսում են մի բանի մասին, որ իրենք սեփականատերը մեծապես գիտակցում էին հեծում ծառացած ռիսկերի, այդ թվում նաև հնարավոր էներգետիկ ճգնաժամի, որը որ կարող էր հանգեցնել նաև հասարակական կարգի խաթարման որոշակի իրավիճակների եւ այդ ռիսկերը հաշվի առնելով տեղի ունեցել այդ առանցքային կադրային փոփոխությունները եւ այդ ընթացքում նաև գործող տկեն նախարարը, ով այդ շրջանում էր դեռ նշանակվել, նորանշանակ էր դեռ, ինձ հայտնի է, որ 1 տասնյակի հասնող հանդիպումներ աղեր աշխատանքային հենց ՀԵՑ-ի բարձր ղեկավարության եւ սեփականատերի ներկայացուցիչների, այդ թվում նաեւ տնօրեն խորհրդի նախագահի հետ։ Եվ այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են մի քանի տասնյակ տարբեր ենթականների վերազինման անհրաժեշտության հարցեր, քննարկվել են տարբեր տարածաշրջաններում, մեր մարզերում եւ բնակավայրերում, այդ թվում հեռավոր գյուղական բնակավայրերում էներգետիկ լուրջ խնդիրների մասին հարցեր, ներդրումային ծրագրերի մի շարք ուրեմն նախաձեռնությունների ընթացք, որտեղ որ ենթակառուցվածքների բացակայությունը կամ վատթար վիճակը մեծապես խոչընդոտում է այդ ներդրումային ծրագրերի իրացմանը, ծավալմանը կամ տեղում պարզապես ներդրմանը։ Եվ ահա այդ բոլոր խնդիրների, այսպես ասած, քննարկումների համատեքստում պայմանությունը ձեռք բերվել, որ ամիսների ընթացքում շատ հայրատապ կտրուկ իմպերատիվ գործիքակազմերի միջոցով սեփականատերը եւ ՀԵՑ-ի ժամանակի բարձր ղեկավարությունը պետք է իրավիճակը շտկեն հեծում։ Եվ ահա արդեն անցյալ տարվա մայիս ամսին, երբ վարչապետը տարբեր մարզային այցելությունների ընթացքում, այդ թվում նաև այցելություններ, որտեղ նաև ես ի պաշտոն եմ որպես պետական վերահսկողական ծառայության ղեկավար ուղեկցում եմ վարչապետին, բազմաթիվ դեպքեր ականատես եղան, երբ մեր տարբեր բիզնեսի շերտերի ներկայացուցիչներ, հանրության տարբեր ուրեմն զբաղվածության տերանձինք, այդ թվում նաև գյուղացիական տեսության մեջ ներգրաված, արտադրության մեջ ներգրաված, գրեթե ամենտեղ բարձրաձայնում էին մատակարարումների, խաթարումների, էլեկտրամատակարարման որակի, լարման ցածր լինելու կամ հաճախականության տատանումների, որը որ վերջնարդյունքում բերում է էլեկտրատեխնիկական սարքավորումների խաթարման, խոտանման կամ պարզապես ոչ կայուն էլեկտրասնուցման իրավիճակներին եւ այդ բարձրաձայնած խնդիրները վարչապետը արդեն պատշաճ հասցեագրեց ոլորտը համակարգող լիազոր մարմնի ղեկավարին, տկեն նախարարին, որպեսզի վերջինս արդեն գործուն միջոցներ ձեռնարկի ոլորտում կարգավորումներ անելու եւ իրավիճակը կտրուկ քայլերով շտկելու ուղղությամբ։ Դրան հաջորդեց տկեն նախարարի օրենքով սահմանված արդեն հաղորդումը ոլորտը կարգավորող մարմնի ղեկավարին, հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահին, եւ ահա այդ հաղորդմանը հետևեց հուլիսի 18-ին անցյալ տարվա հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահի թիվ 1 որոշումը, որով որ տկեն նախարարի կողմից
ներկայացված հաղորդման հիման վրա հեծի նկատմամբ հարուցվեց վարչական վարույթ եւ 5 այսպես ասած կանխարգելիչ միջոցառումներից հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը գործադրեց այսպես ասած ամենա ծանրը հեծի համար ժամանակավոր կառավարման դրույթը եւ նշանակվեց ժամանակավոր կառավարիչ հուլիսի 18-ի որոշման հիմամբ օրենքի ուժով ես նշանակվեցի ժամանակ կառավարիչ եւ վարույթի ողջ ընթացքում, որը տևեց 4 ամիս, ժամանակավոր կառավարման շրջափուլում, որը ենթադրում էր նաեւ ճգնաժամային կառավարում, որը ենթադրում էր իմ կողմից եւ իմ թիմի ինձ հետ ներգրաված թիմի կողմից հեծի բնականon աշխատանքի ապահովում, հնարավոր սաբոտաժների, այդ թվում նաեւ կանխարգելում, այլ ռիսկերի վերհանում, կանխարգելում, կառավարում եւ չեզոքացում եւ իհարկե բնականon գործընթացին զուգահեռ նաեւ ֆինանսատնտեսական արդյունավետության բարձրացում եւ ամենակարևորը կամ կարևորներից մեկը հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին հասանելի դարձնելու հեծում իրերի իրական դրվածքը տեսնելու հնարավորություններ դա ինչ եմ առանձնակի մատնանշում, քանի որ նախորդ շրջանում, ինչպես նաև ՀՑԿՀ-ի կողմից իրականացված մոնիտորինգները ցույց տվեցին եւ իմ լիազորությունից բխող իմ կողմից իրականացված ստուգողական, վերահսկողական գործառույթների արդյունքում պարզեցինք տարբեր հաշվետվություններ, որոնք օրենքով սահմանված կարգով հեծը պարբերաբար պետք է ներկայացնի ՀՑԿՀ-ին խեղաթյուրվում էին, աղճատվում էին, թաքցվում էին, իրական վթարների թիվներ թաքցվում, հաճախականություններ թաքցվում, արհեստակավորներ նաև առերևույթ իրավախախտումների եւ մեքենայությունների միջոցով նվազեցվում էր անջատումների իրական ուրեմն թիվը, վթարների իրական թիվը, իրական ցանցում, բաշխման ցանցում եղած տեխնիկական կորուստների թիվներ նվազեցվում, այլ մեքենայությունների միջոցով, այդ թվում նաև հավելագրումների եւ թերգրանցումների Եվ այդ ամբողջ ամենապատկերում ամփոփելով ասելիքս շեշտեմ, որ 6 հիմնավոր պատճառներով վարչական վարույթի ուրեմն արդյունքներով անցյալ տարվա նոյեմբերի 17-ի որոշմամբ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի հեծը զրկվեց լիցենզիայից։ Դրան հաջորդեց արդեն օրենքով սահմանված 3 ամիս պլյուս վարչական դատարանով նաև կիրառված 3 ամիս ժամկետ, 6 ամսյա ժամկետ, որի ընթացքում կառավարությունը առաջարկ է ներկայացնում սեփականատերերին իր հետ վերջինիս հետ համաձայնեցված կարգով օտարելու հեծի 100% բաժնեմասը, բաժնետոմսերը։ Այդ առաջարկը անպատասխան է մնում սեփականատերի կողմից ժամկետի սպառումից 1-2 օր առաջ ընդամենը ինչ որ ժամանակավոր է հարցադրում թե կոնտր այսպես առաջարկ է ներկայացում ինչ որ այլևս արդեն թե իրավական տեսակետից թե բովանդակային առումով այլևս էական չէր եւ արձանագրում ենք այս տարվա մայիսի 26-ին որ գործարք որպես այդպես տեղի չի ունեցել կառավարության ներկայացրած գնային առաջարկը սեփականատերի կողմից արձագանք չի գտել եւ ըստ այդմ մերժված է համարվում եւ թեւակողել ենք արդեն երրորդ փուլ, որի ընթացքում պետք է կառավարության որոշմամբ հեծի 100% բաժնետոմսերը ճանաչվեն որպես հանրության գերակաշահ։ Հանրության հանրային գերակաշահ ճանաչելու մասին օրենսդրություն կա եւ այդ օրենքի էներգետիկայի մասին օրենքի փակ բաժնետական ընկերության մասին օրենքների իրավակարգավորումների ուրեմն հարթության մեջ շաբաթների ընթացքում արդեն կառավարությունը հանրային գերակաշահ կճանաչի հեծի 100% բաժնետոմսերը եւ մատնանշեմ, որ դրան միջև կառավարության այդ որոշումը մեկ հանրային լսում արդեն տկեն նախարարությունում տեղի ունեցել նախարարի ուրեմն համակարգմամբ, որին սեփականատերերի կամ նրանց ներկայացուցիչների որևէ մեկը չէր ներկայացել չէր մասնակցում, թեպետ պատշաճ ցանուցվել էին, որքանով որ ինձ հայտնի եւ եւս մեկ նմանատիպ հանրային լսում դարձյալ նախատեսվում է մինչեւ նախագիծ արդեն կմտնի կառավարության նախանիստ, որից հետո արդեն կներկայացվի կառավարության նիստի օրակարգ եւ կառավարության որոշումով կճանաչվի հանրային գերակաշահ։ Այսինքն այս իրավիճակում, եթե կառավարությունը հանրային գերակաշահ ճանաչի,
պետությունը սեփականատիրոջը վճարում չի տալիս։ Չէ, այդպես չի բնավ, եթե հանրային գերակաշահ կճանաչի, բնականաբար սեփականության իրավունքը մեր երկրում սահմանադրությամբ երաշխավորված է, եւ որվա սեփականատերը իրենց օրինական շահերից բնականաբար ելնելով կստանան շուկայական արժեքով գնահատված արժեքի եւ 15% հավելյալ փոխհատուցման գումարի չափով փոխհատուցում եւ գնահատումը կիրականացնի լիցենզավորված փորձագիտական ընկերություն, ռեզիդենտ ընկերություն, եթե այդ գնահատման հետ սեփականատերը համաձայն չեն լինի, օրենքը նաեւ նման դեպքերում նախատեսում է, որ սեփականատերը իրենք էլ կարող են ռեզիդենտ լիցենզավորված ընկերության պատվիրակել իրենց գնահատման եւ վերջին արդյունքում միջնացված արժեքով փոխհատուցվի, այսինքն օրենքի եւ իրավունքի գերակայության տարին համապատասխան է գործընթացը գնալու։ Մենք ինքներս ենք հասկանում, որ ցանկացած գործընթաց, որը որ իրավական առումով փոքր շատ է խոցելի կլինի, վաղը մեր պետության համար կարող է արբիտրաժներում միջազգային խնդիր առաջացնել։ Ահա այդ մղումով է, որ մենք նաեւ այս պահին գործընթացը 100%-ով տանում ենք սահմանադրության եւ օրենսդրության տարին եւ ոգուն համապատասխան։ Այդ իսկ պատճառով մենք միջանկյալ հաջողություն գրանցել ենք արդեն արբիտրաժային վեճում սեփականատերի հետ։ Այսինքն արբիտրաժային դատարանը որոշել է թողնել լուծումը Հայաստանի Հանրապետության եւ սեփականատիրոջ Չէ, այդ գործընթացը ինքնին իր հունով գնում է, դա որևէ կապ չունի ընթացող գործընթացների հետ։ Արբիտրաժային դատարանը իր լիազորություններն ունի, իր նաեւ միջազգային մեր պայմանագրերով, պետական այլ մարմինների նաեւ մեր անդամակցությամբ ու կոնվենցիաներով սահմանված կարգով գործընթացը առաջ է գնում այդտեղ, բայց մենք բնականաբար չենք կարող անգործություն դրսևորել կամ սպասել տարիներ ի վեր, թե երբ միջազգային արբիտրաժում վճիռ կլինի։ Մենք մեր գործընթացները առաջ ենք մղում օրենքի եւ իրավունքի տարին համապատասխան հանուն Հայաստանի Հանրապետության։ Տարբեր խոսակցություններ եղան, որ աշխատակիցներ են հեռացվում աշխատանքից կամ փոխարինումներ են իրականացվում։ Եթե թվեր կան, օրինակ, քանի աշխատակից է, եթե այսպես ասենք, պայմանագրերը խզվել կամ հեռացվել աշխատանքից, դրանք արդյոք դատական ինչ-որ վիճարկումներ ունեն կամ դատական հայցեր այդ գործընթացներում։ Բնականաբար այն իրավիճակը, որ հասունացրել հեծում, դա նախկին կառավարիչների, տարբեր օղակների աշխատակիցների, այդ թվում նաև մատնանշեմ, որ 3 տասնյակից ավելի քրեական վարույթներ նախաձեռնված եւ դրանց մոտ 1/3-ը քննվում է հակակոռուպցիոն կոմիտեում, մնացած մասը քննչական կոմիտեում։ Եվ այդ քննչական մարմիններում քննվող այդ քրեական վարույթներում դերակատարները բնականաբար մարդիկ են։ Եվ այն իրավիճակը, որ հասունացել է, դա պարզ մարդկային գործոնով է պայմանավորված։ Մի մասը կանխամտածված առերևույթ հանցավոր սխեմաների գործադրման, մի մասը հովանավորչության, առերևույթ կոռուպցիոն սխեմաների, մի մասը մասնագիտական ամբողջության, որը բերել ընկերության համար ծանր հետևանքներ եւ այլն։ Եւ ահա որևէ բարեփոխում, արմատական բարեփոխում անելու համար ցանկացած մարմնում, ցանկացած համակարգում, առավել եւս ռազմավարական այնպիսի ընկերությունում, որը իր աշխատակիցների թվով ամենամեծ ընկերությունն է մեր երկրում, շուրջ 7000 աշխատակից ունի հեծը, անհնար է առանց կադրային փոխատեղումների եւ էական փոփոխությունների որևէ բարեփոխման հանգելը, սկսած կառավարման սոցիալ մշակութային, այսպես ասած, հարթությունից վերջացրած արդյունավետության պրոֆեսիոնալիզմի։ Եվ ահա այդ համատեքստում շուրջ 1 տարվա գործունեության ընթացքում ժանրվող կառավարման շուրջ 1200 ազատում է տեղից 7000 աշխատողից։ Եվ ահա 1200 ազատվածներից մոտ 6 տասնյակի հասնող դատական վեճեր կան։ Հիմնականում դատական վեճերը հարուցել են այն գործիչները, ովքեր որ ժամանակին շատ բարձր պաշտոն են զբաղեցել հեծում, ստացել են միլիոնավոր եւ տասնյակ միլիոն դրամների աշխատավարձեր, պարգևաճարներ, բոնուսներ, հավելավճարներ եւ սոցիալական այլ բարելավումներ եւ զրկվել են այդ ամեն ինչից իրավացիորեն, ինչպես նաեւ հեծի օրինական շահերը սպասարկելու ճանապարհին, նաեւ մեծապես օգտվել իրենց պաշտոնական դիրքերից, զուգահեռ բիզնեսներ են վարել, փոխկապակցված անձանցով ընկերություններ են հիմնել, մոնոպոլ տնտեսական արժեքների մեջ ներգրավելով իրենց մերձավորներին, հարազատներին եւ հեծի գնումներ ու մատակարարումները տանելով հակամրցակցային, մենաշնորային, ինչ-որ մեկ միջավայր, որտեղ տեղի ունեցել նաեւ շահույթի ահռելի ծավալների հասնող մասշտաբի շահույթի միգրացիա
Այդ ամեն ինչի մասին ես մեկ անգամ չէ որ խոսել եմ եւ ահա մատնանշված 3 տասնյակից ավելի քրեական վարույթներով բոլոր այդ հանգամանքները, այդ փաստերը այն անձինք տարբեր կարգավիճակներով անցնում են։ Եվ վերադառնալով դատական վճիրներին, շուրջ 6 տասնյակ դատական գործերից այս բան ունենք մի քանի վճիրներ, որոնցով որ հարկադիր պարապորտի եւ ազատման դիմաց հետ պիտի օրենքով սահմանված փոխհատուցումներ վճարի, բայց կարող եմ ասել, որ այդ ահռելի թվով, այսպես ասած, դատական վեճերից այս պահին վերջնական ուժի մեջ մտած որևէ վերականգնման որևէ վճիր գոյություն չունի։ Ասեմ նաև ի պատիվ մեր պաշտպանական կողմի, մեր փաստաբանների եւ հեծի իրավունքները ներկայացնող իրավաբանական մեր բլոկի բավականին արդյունավետ ներկայացնում են մեր իրավացի եւ արդարամիտ որոշումների հիմքերը դատարաններին եւ դատարաններն էլ իմ համոզմամբ եւ նաեւ ինչի ականատեսնենք նաեւ բավականին արդարացի վճիրներ են կայացնում եւ բոլոր այն հանգամանքները, որոնք որ հիմք են հանդիսացել տվել անձանց ազատելու, դատարանները պատշաճ մեզանից պահանջում են, պատշաճ պարզաբանումներ ներկայացնում ենք, պատշաճ հանգամանքները բոլորը փաստաթղթավորված ներկայացում են համապատասխանատյաններին եւ դրանք պատշաճ դառնում են դատաքննության հիմք եւ այս պահին ուժի մեջ մտած կա 1-2 վճիր, որ փոխհատուցում է ենթադրում, որը կարելի օրենքով սահմանված կարգով, բայց աշխատանքում վերականգնման որևէ վճիր գոյություն չունի։ Դա խոսում է արդեն այդ ազատումների խիստ իրավաչափ, ողջամիտ եւ այսպես ասած արդարամիտ լինելու մասին։ Այս պայմանությամբ եթե գնահատենք կադրային բազան բավական է, բավարարում է ծրագրած աշխատանքները իրականացնելու համար։ Այո։ Ասեմ, որ բավականին լավ թիմ է ձևավորված հետում ժամանակավոր կառավարչի կողմից ներգրավված, այդ թվում նաև պարզ հայտարարությունների տարբեր հարթակներում տեղադրած կադրային բանկի համալրման ուղղված այդ ծանոթությունների արդյունքում, բայց հիմնականում նախկին շրջանում պետական կառավարման համակարգի տարբեր մարմիններում իմ գործունեության, այդ թվում նաև քաղաքական թիմի տարբեր շերտերի ներկայացուցիչներ ներգրաված յուրաքանչյուր իր կրթական ցենզի, փորձառության եւ ամենակարևոր հանձնառության համապատասխան եւ այն ձեռքբերումները, այն նշանակալի առաջընթացը, որոնք մենք մատնանշում ենք պարբերաբար եւ հանրայնացնում ենք մեր հանրության համար, նաեւ իտես մեր հանրության որպես թափանցիկ աշխատելաոճ, վկայում են, որ լավ թիմ է աշխատում եւ դա թիմային նաեւ արդյունք է, անհատապես 1-2-3 անձը չեն կարող այս ծավալի աշխատանք իրականացնել եւ պատվով իրենց վրա դրած հանձնառությունը ի կատարածել, դա թիմի արդյունքն է եւ դա վերագրում եմ իմ թիմին, մեր թիմին եւ ավելին ասեմ նաեւ այս պահին օրինակ 3 տասնյակից ավելի ուսանողներ կան հետսում աշխատող այդ թվում մասնավորապես էներգետիկ մասնագիտությունների տարբեր բուհերում եւ ֆակուլտետներում սովորող ինքը շատ կարեւորում եմ նոր սերնդի ներգրավումը այս ռազմավարական ոլորտում, որովհետեւ էներգետիկայի զարգացմանը զուգահեռ մենք պետք է նաեւ մասնագիտական ներուժը խթանենք։ Հետսում մասնագիտական բլոկի, էներգատեխնիկական, ինժեներական բլոկի աշխատակիցների միջին տարիքային շեմը 60-ից բարձր է։ Եվ ահա այդ վիճակագրությունը լավարկելու, նաև մասնագիտացման առումով երիտասարդացնելու, ավելի նոր, այսպես ասած, նորարյուն ներարկելու մեր օրգանիզմ նպատակով 3 տասնյակից ավելի ուսանողներ կես դրույքով աշխատում են հետսում։ Օրվա կեսը իրենց դասերով են լինում, հաճախում են իրենց բուհեր, օրվա կեսը աշխատում են, դրանով հոգում են իրենց սոցիալական ծախսերի մի մասը, գուցե շատ ցածր աշխատավարձերով, բայց կարևորը գործնականում արդեն այս միջավայրում իրենց կայանալն է եւ որպես մասնագետ վաղվա հեծի էներգետիկ ոլորտի նաեւ ոչ միայն հեծի մասնագետներ թրծվել է 3 տասնյակից ավելի այդպիսի արդեն փորձառություն ունեն ուսանողների ներգրավմամբ այդ թվում նաեւ տարբեր շրջաններում հեծից ազատված տարբեր ինչ-որ աշխատանքային վեճերի կամայական ազատումների արդյունքում համակարգից դուրս մնացած մի քանի տասնյակ նոր հին աշխատակիցներ նորովի ներգրավել են հեծում մասնաճյուղերում, հեռավոր գյուղերում, տեսուչից սկսած մինչև մասնաճյուղի տնօրեններ ունենք ներգրավված, ովքեր որ ոչ քաղաքական իմաստով թիմակիցներ են, ոչ երբևէ իրար ճանաչել կամ որևէ համակարգում միասին աշխատել ենք, պարզապես գնահատելով վերջիններիս մասնագիտական ունակությունն ունեցած փորձը եւ գիտելիքները ներգրավել ենք կարևորագույն
ռազմավարական ընկերությունում խնդիր լուծելու համար։ Մեր երկրում լայն թափ է առնում արևային էներգիան։ Էներգետիկայի այս ճյուղը բավականին զարգանում է, կարելի ասել Հայաստանում, որովհետև բաց են արևի համար, այսպես ասենք։ Արևային օրերի քանակով մեր տեղադիր քաշական շատ լավն է։ Հայաստանի էլեկտրական ցանցերը ինչպես է պլանավորում այս հզորությունը օգտագործել, դրանք մղել այս մեծ ընկերություններ, օրինակ Fiber-ը կամ մյուս հովացման համակարգերը սպասարկելու մասով ինչ ծրագրեր ունեք։ Տեսեք, Հայաստանի էլեկտրական ցանցերը թյուր կարծիք կա, որտեղ ինչ էլեկտրասնուցում կամ էներգետիկ առումով ենթակառուցվածք կա, ապա անպայմանորեն հեծը պիտի դրա մասը լինի։ Բնավ այդպես չէ։ Հայաստանի էլեկտրական ցանցերը բնական մենաշնորհ ունեցող բաշխման ցանց է, որը նաև ունի մատակարարման ուրեմն լիցենզիա ստացված պետությունից, իրականացնում է արտադրողից էլեկտրաէներգիայի ստացում եւ տեղափոխում ու բաշխում պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական հիմնարկներին, բիզնեսին եւ քաղաքացիներին։ Շուրջ 1,70,000 բաժանորդ ունի, որից շուրջ 800,000 ակտիվ բաժանորդներ են։ Եվ ահա այդ համատեքստում էներգետիկ ընդհանուր էներգահամակարգի մեջ հեծ ընդամենը մի մասն է, բաշխում իրականացնող ենթակառուցվածքն է։ Այդտեղ ունենք պետական լրջագույն ինստիտուտներ, այդ թվում նաև ատոմակայանը, բարձրավոտ էլեկտրացանցեր, Փակbaşıդրական ընկերությունը, հաշվարկային կենտրոնը ՏԿՆ-ի, էներգահամակարգի օպերատոր ընկերությունը, որը նաև բալանսավորում եւ համակարգում է էներգահամակարգի ճիշտ աշխատանքը, եւ արևային էներգետիկայի զարգացման խնդիրը դա պետական մակարդակի, մասնավորապես ՏԿՆ նախարարության որպես լիազոր մարմին գերատեսչություն, ՀՑԿՀ մարմնի որպես ոլորտը կարգավորող հանրայնացարությունը ոլորտը կարգավորող մարմնի եւ այդ թվում նաեւ հեծի խնդիրն է։ Այսինքն դա մեծապես հեծինը չէ, մեծապես հեծով չէ պայմանավորված։ Թեպետ դրա զարգացման միտումները որքանով որ ուրախալի են մեզ համար, բայց բաշխման ցանցի այսօրվա կաթվածահար ու վատար վիճակից ելնելով կարող եմ ասել ինչ որտեղ նաեւ դժվարացնող եւ տրտմեցնող է հեծի համար, որովհետեւ արևային էներգետիկան որքան որ զարգանում է, ինքնավար էներգա արտադրողները, այդ արևային կայանների սեփականատերերը, ոչ միայն արդյունաբերական նպատակով, այլ ինքնավար սեփական կարիքները օգալու, բայց դրանից ավելցուկը արդեն բաշխման ցանց հետ մղելու արդյունքում մենք ցանցում ունենում ենք վթարներ, ունենում ենք լարման հաճախականության տատանումներ, ասենք հարևանությամբ այլ բաժանորդների անմխիթար եւ հնամաշ օդային ցանցերի հետևանքով այլ բաժանորդների էլեկտրատեխնիկական սարքավորումների խափանումներ, հասկանում եք, եւ համակարգային տեսակետից որքանով որ արևային էներգետիկան մեր երկրում հեռանկարային է եւ անհրաժեշտ է խթանելու, ես նաեւ պատով արձանագրեմ, որ վերջին տարիներում էականորեն զարգացել է, բայց ահա այդ զարգացումը պետք է նաեւ համաչափորեն ենթակառուցվածքները կարողանա սպասարկել։ Եվ հա, օրինակ եվրոպական առաջին երկրներում էներգահամակարգի մեջ կոնկրետ սահմանափակումներ կան, որպեսզի նաև ենթակառուցվածքները կաթվածահար չլինեն, սահմանափակումներ կան արևային էներգետիկայի, որ մասնաբաժինն են թողում սպառման բեռի մեջ, սպառման ծավալի մեջ։ Այդ կարգավորումների հետևից մենք ենք հիմա գնում, եւ պիտի ուրախությամբ նշեմ, որ արդեն ամիսներ առաջ կառավարությունը որոշակի օրենսդրական նախաձեռնություն է դրսևորել եւ ազգային ժողովում արդեն մայր օրենքը որպես այդպես արդեն քննարկման մշակման մեջ է եւ ՀՑԿՀ-ն արդեն մինչեւ նոյեմբեր-դեկտեմբեր ամիս պետք է մշակի եւ շրջանառության մեջ դնի արևային էներգետիկայի կարևորագույն բաղադրիչ հանդիսացող կուտակիչների այդ տեխնոլոգիաների ներդրումը, կիրառումը, դրանց սահմանային քաղաքականության որոշումը, առհասարակ ոլորտի կարգավորման օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի ուրեմն ընդունումը։ Միջև տարեվերջ կունենանք արդեն օրենսդրությունը եւ դա կլինի արդեն մեր երկրում արևային էներգետիկայի զարգացման երկրորդ եւ ավելի, այսպես ասած, բեկումնային շրջադարձային փուլի մեկնարկը, որովհետեւ մի կողմից ունենք անսպառ էներգետիկայի աղբյուր դա արևն է եւ մեր երկրի աշխարհական դիրքով նաեւ 320 տարվա 320 օրից ավելին արևային
օրեր են համարվում, ինչը արևային էներգետիկայի համար ամենակարևորագույն հումքն է, այսպես ասած, բայց այլ բան է, որ ունենք այս պոտենցիալ եւ այլ ռեսուրսը, այլ բան է, որ պետք է արդյունավետորեն օգտագործենք եւ չխաթարելով, չվնասելով նաեւ այլ արդյունաբերության այլ ճյուղերի։ Դրա համար անհրաժեշտ է նաեւ կուտակիչների ինդուստրիան զարգացնել մեր երկրում։ Ես նաեւ կրողն եմ այն գաղափարախոսության, որ նաեւ պետական սեփականության նման ենթակառուցվածքները մեր երկրում պես պետք անհրաժեշտ, ինչպես օրինակ ատոմակայանը, որ բացառապես պետական պիտի լինի եւ մնա, Հայաստանի էլեկտրական ցանցերը, որ նախուսափելիորեն պիտի դառնա պետական 100% սեփականության ընկերություն եւ մնա պետական սեփականության եւ այլ կուտակիչների որոշակի ինդուստրիա եւս պետական կարծում պետք է լինի, թեպետ ինձ օրինակ հայտնի է մի քանի խոշոր ներդրումային ծրագիր, որոնք նախատեսում են AI-ի այս արհեստական բանականության գործարաններին նաև զարգացման տեպին համահունչ մեր երկրում նախաձեռնելու արևային էներգիայի կուտակիչների առանձին կայաններ արդյունաբերական մասշտաբի, ինչը շատ ուրախալի է, երբ կորոնանք արդեն այդ օրենսդրությունը, մյուս տարվա սկզբից արդեն կարծում եմ մասշտաբային նման նախագծերի արդեն ականատեսը կլինենք մեր երկրում, դա արդեն մեր երկիրը կդարձնի ոչ միայն էներգետիկ առումով անկախ ու ինքնաբավ երկիր, այլ նաև կարող ենք դառնալ էներգետիկ հաբ տարածաշրջանի համար։ Եվ վերջին հարցը, տարեվերջին կանխատեսվում է Ռուսաստանից Հայաստան եկող գազի սակագնի վերանայում փոփոխություն կամ նույնը թողնել, դա կորոշվի արդեն այդ հանձնաժողովի կողմից, քանի որ պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, ձմռան շեմին կանխատեսվում է էլեկտրաէներգիայի քաղաքացիների կողմից ավելի շատ օգտագործում։ Այս առումով հեծը պատրաստ է նման օրինակ տատանումը զսպելու։ Հեծի ենթակառուցվածքները որքանով որ մաշված ու մեղմ ասած ոչ բարվոք վիճակում են, բայց հեծի ընթացիկ կառավարման ընթացքում ձեռք բերված գիտելիքը, փորձառությունը, այդ թվում ոլորտի մասնագետների ներգրավումը եւ այսօրվա ժամանակավոր կառավարման պատասխանատու թիմը պատրաստ է ցանկացած զարգացման, օպերատիվ կառավարման, ճգնաժամային կառավարման եւ իրավիճակի վերահսկողության ու ռիսկերի, առաջացող ռիսկերի ճիշտ գնահատման, այդ ռիսկերի կանխարգելման ու չեզոքացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու։ Այս պահին ներդրումային ծրագիրը, որը շուրջ 50 միլիարդ դրամի է հասնում բյուջեն, մոտ 30%-ով արդեն իրականացված է եւ մինչեւ տարեվերջ մենք արդեն մեր երկրում կունենանք բաշխման ցանցում եւս 500 կիլոմետր վերակառուցված օդային գծեր, մոտ 90 կիլոմետր մալուխային գծեր, 5 խոշոր բարձր լարման նորակառույց ենթակայաններ, առնվազն եթե ոչ լարման տակ դրված, ապա պատրաստի վիճակով, որ ամիսների ընթացքում պիտի արդեն բաշխման ցանցում մուտք շահագործում ապահովենք, կունենանք ավելի քան 700 բազմաբնակարան շենքերի շուրջ 1500-1600 շքամուտքերում կարգաբերված եւ վերակառուցված էներգահամակարգ պատշաճ 21-րդ դարի կյանքի որակին վայել, կունենանք գյուղական բազմաթիվ բնակավայրերում տասնյակ հազարավոր փոխարինված բետոնե հենասյուներ եւ հարավոր կիլոմետր սիպ տեսակի պաշտպանված օդային գծեր։ Այդ ամենը էականորեն կնվազեցնի վթարների վիճակագրությունը մեր երկրում, կհեշտացնի վթարավերականգնողական աշխատանքները եւ արդյունավետությունը կբարձրացնի եւ ամենակարևորը բաշխման ցանցի հուսալիությունը կամրապնդի, որով որ մենք կարող ենք դիմագրավել ցանկացած հնարավոր մարտահրավեր, որը որևէ կերպ կարող է սպառնալ էներգահամակարգին եւ էներգետիկ անկախությանը մեր երկրում։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։